Բարի լույս սիրելիներ, թող Տիրոջ սերն ու խաղաղությունն ամենքիդ պահապան լինի։ Այսօր մեր Սուրբ Եկեղեցին տոնում է հիշատակը Եվտաթիոսի, նրա կնոջ Թեոպիստեի և երկու որդիների Ագապիոսի և Թեոպիստոսի, ինչպես նաև երկու սրբուհի միանձնուհի կույսերի Երմոնեի և Նեկթարինեի։ Թեոպիստոսի ընտանեկան կյանքը շատ նման է Հոբ եղելնու կյանքին։ Այս մարդը հեթանոս էր, բայց առաքինի, հռոմեական բանակի նշանավոր զորավարներից մեկը։ Մի օր որսորդության ժամանակ մի եղնիկ է տեսնում, վազում նրա հետևից և հանկարծ նրա եղջների մեջ խաչի սրբապատկեր է տեսնում և ձայն լսում, որ թող քո այդ ամենը և դարձիր քրիստոնյա։ Գալիս է կնոջը պատմում, կինն ասում է, որ ինքն էլ է այդ նույն ձայնը լսել և ընտանիքով մկրտվում քրիստոնյա են դառնում, նոր անուններ են ստանում՝ Եվտաթեոս, Թեոպիստե, Ագապիոս և Թեոպիստոս։ Եվ այս ամենի մասին կայսրն իմանում է, նրան զրկում է ամեն ինչից, ամբողջ ունեցվածքը ձեռքից վերցնում, աղքատեր դարձնում։ Եվ իրենք ստիպված լինելով պետք է հեռանային Հռոմից և գնում են, որպեսզի նավը բարձրանան այլ տեղ մեկնելու, նավապետը տեսնելով Թեոպիստեի գեղեցկությունը, հորն ու զավակներն հրում են նավից ցած նետում, իսկ ինքը նավով փախցնում կնոջը։ Բայց կարճ ժամանակ անցած նրան կատված է տալիս և մահանում է, և նավաստիները հասկանալով, որ կնոջ պատճառով էր, կնոջ անվնաս հասցնում են և հանձնում բարբարոսների երգում այդ նավապետի ընտանիքին, որտեղ նրանք պահում են այս կնոջը և օգնում նրա խոնարհությունն ու իմաստությունից։ Իսկ Եվտաթիոսը փորձելով գետը անցնել, կորցնում է երկու զավակներին, որոնք 9 և 7 տարեկաններ են։ Նրանք ընկնում են գետի տարբեր ափերը և ինքը փրկվելով դուրս գալով նեղվում է և բայց չի հուսահատում, աղոթում է, ասելով Տեր, ամեն ինչ թող քո կամքով լինի։ Եվ այս հռոմեական բանակի զորավարը մեկի մոտ ծառայության անցնում և 15 տարի նրա մոտ այգեպանություն և հովություն անում։ Կայսրը հիշելով իր նվիրյալ ծառային, ով քաջ էր և հատկապես բարբարոսների դեմ ուժ էր կարողանում գործածել և հաղթանակ տալ էր, մարդ է ուղարկում, գտնում են Եվտաթիոսին, վերականգնում իր կոչումի մեջ և խնդրում, որ բարբարոսների դեմ ճակատամարտ մղի։ Եվ նա ասում է, որ զինվորների կարիք ունեմ, նվիրյալ զինվորներ են պետք, երբ որ գալիս են երկու երիտասարդի է տեսնում և միանգամից հավանում իր թիկնապահներ է դարձնում։ Երբ որ հաղթում է բարբարոսների պատերազմը, մի կին բարբարոսների մոտից փախնում գալիս է, ասում է, որ ես հռոմեացի եմ, երկար տարիներ գերության մեջ եմ եղել։ Երբ բերում են զորապետին ներկայացնելու, նրանք իրար ճանաչում են, ամուսիններն են, որ իրար կորցրել են տարիներ առաջ։ Հետո մի քանի օր հետո կինը լսում է այդ երկու թիկնապահների զրույցը, որ ինչքան կուզեն իրենք էլ իրենց ծնողներին գտնեն, թե ինչպես են մանուկ հասակում գետ անցնելուց իրար կորցրել։ Եվ զորապետը կանչում է երկուսին հարց ու փորձ անում, հասկանում, որ նրանք իրենց զավակներն են, և փառք են տալիս Տիրոջը, որ գտան իրար, և կորսված ընտանիքը 15 տարի հետո վերամիավորվեց։ Եվ հաղթանակած վերադառնում են Հռոմ, Հռոմի կայսրը առաջարկում է Ադրիանոսը, որպեսզի գնան հեթանոս աստվածներին զոհ մատուցեն։ Բայց Եվտաթիոսը ասում է, որ այն հաղթանակը, որին ինքը հասել է, միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է հասել, և ինքը չի կարող երկնքի ու երկրի արարչին դավաճանել։ Նրանց ընտանիքով նետում են առյուծների գուբը, բայց առյուծները նրանց ոչինչ չեն անում, անվնաս դուրս են գալիս։ Բազում չարչարանից հետո նրանց ձիի մի արձանի մեջ են մտցնում, փակում և այրում, և այսպեսով նրանք ավանդում իրենց հոգին խաղաղության և Աստծուն հավատարմության մեջ։ Երմոնե կույսը նույնպես նահատակվել է երկրորդ դարում։ Նա Փիլիպպոս Սարգսակի, ով 7 սարգսակներից մեկն էր, որ ընտրեցին առաջին քրիստոնյա համայնքներին ծառայելու համար, քարոզում էր և իր քրոջ հետ երկուսով գնում են Հովհաննես Ավետարանչին փնտրելու։ Բայց հետո շատ կարճ ժամանակ հետո հասկանում են, որ Հովհաննես առաքյալը ննջել է և հանդիպում են Պողոս առաքյալի աշակերտին Պետրոնյոսին, ում աշակերտում են, նրանց հետ միասին գնում են Եփեսոս քարոզչության։ Երմոնեն շատ մեծ շնորհ ուներ Աստծուց և հատկապես բժշկելու։ Մի փոքրիկ բուժարան է հիմնում, աղքատներին, հիվանդներին հավաքում, նրանց տկարությունները բուժում, նաև նրանց հոգիները դեպի Քրիստոս դարձնում։ Կայսրն այս մասին իմանալով կանչում է բազում չարչարանքների ենթարկելուց հետո, տեսնում է, որ այս միանձնուհի աղջիկը հրաժարվում է հավատալ հեթանոսական աստվածներին, 120 թվականին նրան գլխատում է։ Իսկ Սուրբ Նեկտարինեն Դուքսի աղջիկ էր, կառավարիչներից մեկի աղջիկը, շատ գեղեցիկ, շատ իմաստուն, և իր ծնողներին հայտարարել, որ ինքը չի ամուսնանա որևէ տղամարդու հետ, եթե մենք իր իմաստությամբ ու գեղեցկությամբ իրեն չգերազանցի։ Եվ մի օր մկրտվելուց հետո, երբ որ քրիստոնյա է դառնում, տեսիլք eնում, թե ինչպես է Հիսուս Քրիստոս նրա ձեռքին մատանի դնում և ասում, որ դու ինձ համար հարսնացու պիտի լինես։ Երբ որ արթնանում է, տեսնում մատանին է ձեռքում դրված և սկսում համարձակությամբ Քրիստոս քարոզել, մերկացնել հեթանոսների մոլորությունները։ Եվ մի օր, երբ որ կայսրը կանչում է ժողովրդին զոհ մատուցել և հրավիրած է լինում նաև 50 իմաստունները, որպեսզի Նեկտարինին հակառակվեն, Նեկտարինն իր խոսքով կարող է այդ 50 իմաստուններին քրիստոնյա դարձնել։ Աղջկա գեղեցկության ու իմաստությունը տեսնելով նաև
Կայսրուհին ու զորապետներից մեկը 200 զինվորներով նրանք էլ քրիստոնյա են դառնում, եւ կայսրը այս ամենից կատաղելով հրամայում է բոլորին սրի մոտ քաշել եւ նեկտարին էլ սրով խոցել ու սպանել։ Ահա այս սրբուհիների եւ այս ընտանիքի պատմությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ողջևորիչ է, թե ինչպես պետք է մարդը ամեն նեղության ու դժվարության մեջ կարողանա ապավինել Տիրոջը եւ այդ վստահությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Տեսնենք ինչ ունի այսօր մեզ փոխանցելու Պողոս առաքյալը իր Տիմոթեոս աշակերտին ուղղված երկրորդ նամակում։ Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ վարմունքին, կամեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն ու համբերությանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիայում եւ Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի հալածանքների ենթարկվեցի, բայց Տերն ինձ փրկեց այդ բոլորից։ Եվ բոլոր նրանք, որ ուզում են Աստված պաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Իսկ չար ու խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան, իրենք մոլորված պիտի մոլորեցնեն ուրիշներին, բայց դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր եւ որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Պողոս առաքյալը իր խոսքերը ուղղում է ոչ միայն իր Տիմոթեոս աշակերտին, սիրելիներ, այլև յուրաքանչյուր քրիստոնյա, որ մենք կարողանանք համբերատարություն, համբերություն, դժվարություն, նեղություն հաղթահարենք, որովհետև մենք գիտենք ում համար եւ ինչի համար այդ ամենը պատահում։ Տեսեք, ասում է, չար մարդիկ էլ իրենց չարությունից այն կողմ էլ պիտի անցնեն շատերին մոլորեցնելու համար, բայց մենք գիտենք ճշմարտությունը, որ մենք հալածում ենք Հիսուս Քրիստոսի համար։ Եվ յուրաքանչյուր քրիստոնյա, ով փորձում է տարբերվել այս աշխարհից, աշխարհը չի հանդուրժում դա։ Աշխարհը եւ չար մարդիկ եւ մեղքին ծառայող մարդիկ ուզում են, որ յուրաքանչյուր մարդ իրենց պես լինի, իրենց նման ապրեն, իրենց մեղքերի մեջ լինեն, բայց այն մարդը, ով փորձում է այդ ամենից հրաժարվել, դառնում է ատելի, բայց ամենակարևորը սիրելի եւ ընդունելի Հիսուս Քրիստոսի համար։ Դրա համար յուրաքանչյուր քրիստոնյային պետք է համբերություն, համբերատարություն, զսպվածություն, ժուժկալություն, աղոթասիրություն, որպեսզի այս ամենի մեջ ինչ որ պատահի, մարդը իր հավատքը չկորցնի։ Ամենասարսափելի բանը, երբ որ մարդը կորցնում է իր վստահություն Աստծո հանդեպ, ինչ էլ որ լինի, մենք պիտի հասկանանք, որ այս ամենը պետք է որ մեր կյանքում լինի։ Հիսուս Քրիստոս մեզ չի խոստացել, որ եթե մենք իրեն հավատենք, անհոգ, խաղաղ կյանք պիտի ունենանք, առանց հիվանդությունների, նեղությունների, դժվարությունների կյանքով պիտի ապրենք։ Հակառակ, այսել է ով որ ինձ հավատա, հակառակ այս ամենը պիտի շատանա։ Եվ հայրերից մեկն ասում է, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, դժոխքը նրան արդեն պատերազմ է հայտարարում, որովհետև չարի միակ նպատակը հոգի գողանալն է։ Եվ ո՞րն է Աստծո համար ամենամեծ ցավը, երբ որ մեկը կորցնում է իր հավատքը, մոռանում իր արարչին։ Սրանով է որ կարողանում է չարը ուրախանալ, որ Աստծո ստեղծած մարդը, պատկեր ու նմանություն ունեցող մարդը հրաժարվում իր արարչից։ Եվ ինչքան որ մարդ է մոլորեցնում, այնքան Աստծո սիրտն է ցավեցնում, Աստծուն տառապանք է պատճառում կործանված մարդկանց միջոցով։ Իսկ մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա իմանալով ու հասկանալով, որ Քրիստոսին հավատալը ոչ միայն հեշտ չէ, այլև դժվարություններ ու նեղություններ են։ Եվ այդ դժվարության նեղությունների մեջ մարդը պետք է ցուցաբերի համբերություն։ Եվ Հիսուս ասում է, ով որ համբերի մինչև վերջ, նա էլ պիտի փրկվի։ Ուրեմն խնդրում եմ, որ յուրաքանչյուր մեկս մեր կյանքի մեջ համբերատարությամբ ապրենք, եւ համբերությունը նշանակում է համ ու հոտ բերել մեր կյանքի մեջ։ Եթե մենք մեր կյանքի մեջ համ ու հոտ բերեցինք, ուրեմն կարող ենք մեր դիմացի կյանքն էլ համ ու հոտով գեղեցիկ առաքինի կյանքի վերածել։